Այո, ցավալի պարտություններ, դա մենք պետք է հասկանանք, որ առայժմ պատրաստ չենք տոպ թիմերի հետ մրցակցելու։ Խորհրդոց եւ ցավոտ եզրակացություն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի առաջին արձագանքը ծանր խաղից հետո։ Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը խոշոր 9-1 հաշվով պարտվեց պորտուգալացիներին։ Երիտասարդ թիմ ենք, ֆուտբոլիստներ կան առայժմ այս մակարդակի խաղալու համար պատրաստվել է պետք։ Նման հաշիվը արդարացում չունի, դու կարող ես խոշոր հաշվով պարտվել նման մրցակցի, բայց ոչ այս կարգի։ Խնդիրը համակարգային է։ Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի համար էլ երեկվա 9-1 հաշիվը անսպասելի էր։ Պորտուգալիան ուժեղ թիմ է, ամեն ինչ անելու էր հաղթելու համար, սակայն այսպիսի հաշիվը ըստ Աբելյանի պարզապես արդարացում չունի։ Ու ինչ, նորից մարզիչ փոխել։ Ֆուտբոլային մեկնաբանը ավելի քան վստահ է, որ առնվազն անազնիվ է ամբողջ պատասխանատվությունը Եղիշե Մելիքյանի վրա գցել։ Ինչ աներ Մելիքյանը կամ նրա նախորդները, երբ պետական մակարդակով քայլ չի արվում ֆուտբոլը զարգացնելու համար։ Պարբերաբար ազգային հավաքականը կարող է ինչ-որ հաղթանակներ ունենալ դրվագային, բայց դա համակարգային բնույթ չի կրում։ Ես չեմ կարող ասել, թե օրինակ Եղիշե Մելիքյանը վատ մարզիչ է կամ Պետրակովը վատն էր կամ Կապառոսը նրանից առաջ վատն էր։ Ամեն մեկը իր ուժերի չափով առավելագույնն անում է։ Ու մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք։ Մեկ ասում ենք արտասահմանցի մարզիչ է պետք, մեկ հայ մարզիչ է պետք, մեկ չէ խաղանք տեղացի ֆուտբոլիստներով, չէ դրսում խաղացող հայ ֆուտբոլիստների հրավիր ենք անընդհատ ինչ-որ ծայրահեղությունների մեջ ենք ընկնում, մինչդեռ դա ոչ միտեղ չի տանում։ Հայաստանի հավաքականի միակ գոլը երեք խփեց հավաքականի ավագ ռուսական Կրասնոդարի խաղացող Էդուարդ Սպերցյանը խաղի 18-րդ րոպեին։ Մարզիչի գնահատմամբ առաջին խաղակեսը վատ չէր ընթանում, բայց խոստովանեց, թիմում կարծես հոգեբանական խնդիրներ կան։ Չէինք սպասում այդպիսի սխալներ, բայց դա կապում եմ հոգեբանության հետ։ 1-2 գոլ բաց թողելուց հետո թիմը դադարում է խաղալ։ Ֆուտբոլային մեկնաբանն է շարունակում թեման, ընդգծելով սակայն Մելիքյանի գալով դրական փոփոխություն զգացվեց։ Ինչ եղավ հետո։ Մենք լավ խաղեր ունեցել ենք եւ ցավալի է, որ Մելիքյանը կարծես ամեն ինչ նորից 0-ից սկսի։ Ֆուտբոլի զարգացման տեսլական չկա, եզրահանգում է Աբելյանը ընդգծելով։ Հավաքականի անգամ դրվագային հաղթանակները չեն փրկի, եթե ֆեդերացիան պատկերացում չունի ինչ անել, որ Հայաստանում ֆուտբոլը գոնե դառնա պոպուլյար սպորտաձև։ Ինչպես անել, որ ընտրություն կատարվի ոչ թե 20, այլ ասենք 100 ֆուտբոլիստների միջև։ Խնդիրը Աբելյանի պնդմամբ խորը արմատներ ունի։ Ազգային հավաքականը ընդհանրապես տեսանելի վերջնակետն է։ Մինչև 17-եր, 19-եր, 21-եր, այնտեղ նույնպես շատ անկայուն վիճակ է ու ավելի շատ պարտություններ են։ Այդ ամեն ինչը գալիս հասնում է ազգային հավաքական, դա նրանից է, որ ինչպես նշեցի, զարգացման տեսլական չկա եւ ընդհանրապես մեզ նման երկրներում պետությունը շատ կարևոր դերակատարում ունի եւ ֆինանսական աջակցության գործում եւ ինչ որ զարգացման ծրագիր ստեղծելու, բայց դա մեզ մոտ գրեթե բացակայում է։ Այսինքն նկատի ունեմ պետություն, ֆեդերացիա, ակումբներ, այդ կապը, որ պիտի ինչ-որ արդյունքի բերի, մեզ մոտ չկա, ակումբները առանձին ամեն մեկը ինչքան կարողանում անում է։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շարունակական ձախողումների ֆոնին երկրպագուները արդեն տևական ժամանակ է պահանջում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Անցած տարի սակայն նա հայտնեց, որ գնալ չի պատրաստվում։ Երեկվա պարտությունից հետո էլ սոցցանցերում նրա հրաժարականի պահանջներն են հնչում։ Դա միանշանակ է փոփոխությունը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ ֆեդերացիան փոփոխությունը ավելի վերևից պիտի գա այդ ցանկությունը, այսինքն կապ ունի նաև երկրի ղեկավարության հետ։ Իսկ Մելիքբեկյանի եւ նրա թիմի աշխատանքը ինձ թվում է վաղուց է պարզ, որ չի ստացվել եւ ընդհանուր ֆուտբոլը Հայաստանում գլոբալ չի զարգացել կամ որոշակի առաջընթաց եւս չի ունեցել։ Երեկվա ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարային աղյուսակում վերջին 4-րդ տեղում է եւ այլևս հնարավորություն չունի պայքարել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։